Ես մեր վերևներ գործ են անում, հիմա չգիտեմ իմ խոսալը լավ է լսվելու, թե չէ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, քանի մեր աշխատանքը չենք սկսել, հիշացնեմ, որ ովքեր առաջին անգամ են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Սա ուղղակի հիշեցնում եմ սիրելիներս, իմ հին դիտողները բոլորն էլ գիտեն, բայց մարդես կարող է ընթացքում նորից մոռանան։ Ուրեմն ինչ ենք պատրաստելու այսօր, ինչ եմ մտածել այսօր պատրաստել ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ, ուրեմն վերցել եմ մի հատ հավ, լվացել եմ, դրել եմ ջրաքանվելա, միշտ ես հավը պատրաստելուց ուզում եմ ասեմ, մեր ջահելները թող իմանան, էլի հավի այս թևիկների այդ չանչը, թեկուզ որ ստեղից չեք կտրում, չէ, այս տեղից չեք կտրում, գոնե այս ծայրը կտրեք եւ այս իրան տեղ ունի էլի կտրելու, ես կտրել եմ, նայեք, տեսեք, որտեվ հավը փչանում է ստեղից եւ փչանում է տուտուզի այս մասից, տուտուզի այս ծայրի, այս վերևներ, այս ծայրի մասներ անպայման կտրեք, իմ հասակակից կանայք բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է, ես սա ասում եմ, ովքեր չգիտեն, դրանց եմ ասում։ Հիմա սիրելի հետևորդներ, ինչ ենք անելու։ Մեր համեմունքի շարանը լցնելու ենք մի տեղ, ասա ռիգալին է։ Եթե ռիգալի, չգիտեմ, որ ռիգալի չունեք, ռիգալի տեղը լցնում եք ուրց կամ մեկից, ինչա կոչվում, չեմ հիշում, հետո կհիշեմ, բայց դու արդեն իմացար, նրանից եք լցնում։ Մի քիչ խմելի սունելի եմ լցնում, ոչ լրիվ թեյի գթալով, որտև թեյի գթալը մեծ է, մի քիչ կեսից շատ։ Սա դնում եմ մի կողմ, սև պղպեղ եմ լցնում, քիչ լայն բացեմ, Հիմա մեկ թեյի գթալ եղա, բոլորը լցրեցի, կարմիր պղպեղ եմ լցնում, մեկ թեյի գթալ եմ կարմիր, լցնում եմ մի կես թեյի գթալ աջիկա, չորացրած, ինձ լավ անուշվոր տվեց, ես էլ ինձ մոտիկ մարդ հա տվել, զիրայա կոչվում, մսեղենի համար, սա ինձ էլ մի քիչ գցենք ես զիրայից, մի քիչ է սրան, հիմա վրան ավելացնում ենք սոյ, երկու թեյի գթալը անում է մեկ ճաշի գթալ և ավելացնում ենք բուսական յուղ, երևի էլի մեկ ճաշի գթալ, մի քիչ էլ աղ ենք ավելացնում, աղ ենք ավելացնում ու այս բոլորը խառնում ենք իրար։ Այս էդ լավ խառնում ենք։ Սենց համեմունքները տարածվի, մինչև համեմունքները կտարածվի, կմիանան իրար, մենք մեր հավին մի հատ լավ աղ քսենք, ինչքան էլ որ նախքան աղ քսել եմ, հաշար տաղծկենք իրեն, հացն որ հավոտ չլի միտի, մի հատ լավ տաղծկենք,
Սիրի հետևորդներ, ասեմ, որ հավի կարտոֆիլի հետ հնելու ենք ջեռոցը։ Ջեռոցն ենք պատրաստելու, հավը չեմ կտրում, հենց այդ սաղրամը պատրաստելու ենք։ Այսինք լավ, ծակծկեց չնայած առանց ծակծկել էլ լինելու է, չի որ չլինելու։ Մի հատ լավ արձանենք։ Հավը, որ առնում ենք, առաջինը պիտի դնենք գազօջախի վրա, կրակի վրա, իրան վրի աղվամազերը խանձվի։ Բայց պիտի չորացնենք նոր, որ թաց ալինուց կետ մազերը չի էլ երել։ Աղը ցանեցի, հիմա լսում եմ ես համեմունքը, որ պատրաստել էի ու կսում եմ։ Սելվիկ, հորով, ներսով, դրսով, կաշվի տակով, ասի մեջը լցնենք, այսից իրան կաշի բացենք, այս կրացենք, դա բացվում է, ու ես համեմունքից ավելացնում ենք ներսը, կաշվի տակն ենք լցնում, այս ենք։ Այս մասից է կբացվի, այս վզիյանից, ինչքան հնարավոր է կբացենք։ Կուրավետ անցկը, հանգտա։ Թեբերով այսենց լավ կսում ենք։ Ստից կաշին բացեցի, այս բուտիկի յաններ ենք կսում, այս ես։ Այս կողմից էլ, այս կողմից էլ։ Այս կողմից էլ ենք կսում։ Որ համը տարածվի։ Այսպես դնում ենք հիմա սառնարանը, մի ժամ, մի կես ժամ թողնում ենք մնա։ Մի քիչ հետո նորից կհանդիպենք։
Սիրելի հետևորդներ, արդեն կարտոֆիլը կտրատում եմ։ Ջեռուցը դրել եմ տաքանա։ Սիրելի հետևորդներ, նույնը ստեղ եմ համելիքներ խանում, ռուսական յուղ, տենց աչքաչափով լցնում եմ։ Կարմիր պղպեղ, սալպա պեչ, մի քիչ օրեգանի, աչիկա, եկնամ ձեռնոցից բերեմ, ձեռքերս չկեղտի։ Խառնում եմ սեջ։ Համը բերեցի, հապել լավ կրով եմ նորից, սոխ եմ կտրտել, այս սոխը լցնում եմ հավի փորի մեջ, որ արավախ տա։ Տնե եթվել։ Սամջան սպասի միացրած ես աջորի լոկաս։ Սիրել հետևորդներ, հիմա կգնեմ ջեռուց։ Սիրելի հետևորդներ, դրեցի 180 ջերմաստիճանի տակ, սկզբից դրել էի 300-ի տակ, լավ տաքացել է, հետո նոր իջացրեցի 180 աստիճանի տակ, հետո կտեսնենք, դե բոլորի ջեռուցները մեկ չի, մեկինը ուժեղ է, մեկինը մի քիչ թույլ է, ամեն մեկը սակ ձեզնով պետք է իմանաք, դե կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ժամանակն է, որ հանեմ, այսինքն հանել եմ, պատրաստ արդեն, այստեղ, մի քիչ այս կողմից կարտոֆիլը այս կողմի վրա եմ այլ, այս կողմի վրա շատ է վառում,
Հա, դրա համար քիչ էս կողմ եմ ցրել։ Եվ ոչինչ, մի քանի հատ դնեմ այստեղ։ Այս է։ Ասել որ սիրելի հետևորդներ ջան, շատ լավ եփվել է։ Կարող մոտիկացնել, մոտիկից երևա, սիրելիներս։ Մի րոպե։ Տեսեք, ինչքան լավ է ստացվել։ Սիրելի հետևորդներ ջան, հələ մի հատ էլ համտեսենք, տեսնենք սկականից եփել է թե չէ։ Հավեք կտրվում դուրս է գալիս։ Չէ, իսկականից որ եփված է։ Սիրելի հետևորդներ ջան, անենց համովա էլ դուսուս վայ չուտող են, որ ասել են ստեղ են ասել։ Իսկ թվում է կարտոֆիլն էլ նորմալ կլինի։ Կարտոֆիլն էլ շատ լավ եփել։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր վերջացրեցինք իմ հոլովակս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին, սիրելիներս։ Շնորհակալ եմ բոլորի ձեր լավ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ամեն ինչի համար։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, չմոռանալ։ Ժամը 2-ին եմ տեղադրում, 1:30 եմ տեղադրում։ Խնդրում եմ զգուշ եղեք, շուտ նայեք, սիրելի հետևորդներ ջան, չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, սիրելիներս։ Ինչ ասեմ, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից։ Տեսություն ձեզ։